մենք ոչ միայն ստեղծում ենք նոր հանգստյան գոտի, այլ մենք փորձ ենք անում Հայաստան բերել նոր մշակույթ։ Երևանից ընդամենը 62 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն մեքենայով 1 ժամվա տարածության վրա գտնվում է Մայլեր հանգստավայրը եւ այցելելով այստեղ կարող եք համոզվել, որ կյանքը լեռներում է։ Բավականին երկար եւ մանրակրկիտ ուսումնասիրություններ են արվել, ընտրվել է Թեղենյաց լեռնաշղթան, որտեղ այսօր գտնվում է Մայլեր հանգստյան գոտին։ Այսօր Մայլերում գործում են 3 գերժամանակակից ճոպանուղիներ։ Նրանք սպասարկում են շուրջ 22 կիլոմետր բոլոր բարդություններով կահավորված սահուղիներ։ Համալիրում այսօր գործում է Քոթոտ անվանումը կրող սկսնակների դպրոցը, որտեղ սկսած 4 տարեկանից երեխաները կարող են արդեն կանգնել դահուկի վրա, ինչում իրենց կաջակցեն, կօգնեն մեր հմուտ մարզիչները։ Լեռնադահուկային համալիրը այսօր արդեն իսկ զինված է արհեստական ձնագոյացման համակարգով, ինչը թույլ է տալիս սեզոնայնությունը ապահովել, դրանով իսկ ներգրավել հյուրեր արտասահմանից։ Կառավարության որոշման համաձայն Մայլեր ընկերության տարածքը ճանաչվեց ազատ տնտեսական գոտի, ինչը հնարավորություն է ստեղծում ոչ միայն տեղական, այլ նաև արտասահմանյան ներդրողներին այստեղ ներդրումներ իրականացնելու։ Մենք մեր առջև դրել ենք այնպիսի բարձր նշաձող, նախ եւ առաջ որպես տուրիստական ուղղություն դիրքավորել Հայաստանը համաշխարհային ասպարեզում եւ երկրորդ ցույց տալ սեփական փորձով ներդրողներին, որ կարելի է նաև ներդրումներ իրականացնել հայրենիքում, ունենալով բարձր եկամտաբերություն եւ ներդնելով գումարը իրականանալի ծրագրի մեջ։ Հարկ վճարելը մենք չենք դիտարկում որպես պարտականություն, գիտակցում ենք, որ դրանով աջակցում ենք պետությանը լինել ավելի ուժեղ, դա միակ ճանապարհն է, ինչով կարող է մասնավոր բիզնեսը աջակցել պետությանը, որպեսզի պետությունը լինի ավելի կայուն, ավելի զարգացած, կարողանա ճիշտ ուղու վրա դնել ռազմավարական զարգացման ուղղությունները, ինչի արդյունքում եւս կօգտվի հարկ վճարողն ու մասնավոր ընկերությունները։